Ընդդիմության այլանդակ մերկությունը կամ մերկ այլանդակությունը մեկ դրվագով։ Ասում են, այսօր խաղաղություն չկա։ Բայց չեն նկատում, որ սահմանին 2 տարի է զոհ չկա։ Ընդ որում, չեն զոհվում այն ժողովրդի ներկայացուցիչները, որոնց որ իրենք ուզում են գալ եւ հերոսաբար փրկել։ Բայց չեն նկատում, որ այդ մարդիկ չեն զոհվում 2 տարի։ Ժողովուրդը փրկվել է արդեն առաջինը ձեզանից, հետո պատերազմից։ Եվ պատերազմից նաև փրկվել է, որովհետև ձեզանից է փրկվել։ Հիմա դուք ուզում եք գալ եւ ժողովրդին էլի կոտրել։ Դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը։ Եվ դուք պարտվելու եք այդ պատերազմին։ Եվ ժողովուրդը հաղթելու է։ Ձեզ սիրելի հայրենակիցներ, մինչ ընդդիմադիր շրջանակները շարունակում են ստի, կեղծիքի, վախի մթնոլորտ տարածելու իրենց հակապետական գործելավոճը, մենք շարունակում ենք իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից բխող ծրագրերը։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ առողջապահության ապահովագրության համակարգն արդեն տալիս է իր դրական պտուղները։ Շուրջ 1.600.000 քաղաքացի կարողանում է օգտվել ընդհանուր մի քանի միլիոն դրամի հասնող վիրահատություններից եւ այլ բժշկական ծառայություններից, ստանալ անվճար դեղորայքներ, եւ արդեն 2 ամսում մեր քաղաքացիներին փոխհատուցվել է 2.5 միլիարդ դրամի կամ 6.2 միլիոն դոլարի դեղորայք։ 7.2% տնտեսական աճի շնորհիվ մեզ հաջողվեց ավելացնել թոշակները միջինում 10.000 դրամով եւ ապրիլի 1-ից մեր թոշակառուները կստանան արդեն ավելացված թոշակը։ Այստեղ կարևոր է հիշեցնել, որ անկանխիկ վճարումների դեպքում թոշակի բարձրացումը կարող է հասնել մինչեւ 22.000 դրամի։ Մարտ ամսվա սկզբից էլ մեր քաղաքացիներն արդեն կարող են լրացնել իրենց հայտարարագրերը եւ հետ ստանալ կրթական եւ առողջապահական ուղղությամբ կատարված իրենց ծախսերը յուրաքանչյուրն առավելագույնը 100.000 դրամի չափով։ Մենք նաև ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեղի են ունենում անվտանգության խորհրդի նիստեր, որտեղ վերլուծվում են ռիսկերը, հասցեագրվում խնդիրներն ու տրվում համապատասխան հանձնարարականները։ Մեր պետական մարմինները եւ մերձավոր արևելքի երկրների դեսպանություններն ու հյուպատոսությունները զբաղվում են Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, ձեռնարկվում են միջոցներ նրանց անվտանգ տեղափոխությունը դեպի Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ Մեր շուրջ տեղի ունեցող զարգացումների համատեքստում մենք պետք է ավելի գնահատենք այն խաղաղությունը, որի վերաբերյալ պայմանագիրը նախաստորագրեցինք նախորդ տարվա օգոստոսի 8-ին, եւ տեղի ունեցող զարգացումները որևէ կերպ ռիսկի տակ չեն դնում խաղաղությունը եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ։ Իսկ խաղաղությունը կդառնա անշրջելի հունիսի 7-ից հետո, երբ մենք վերջնականապես եւ շատ հեռու ուղարկենք ուժերին, որոնք բացահայտ կերպով փորձում են Հայաստանի կառավարումը տեղափոխել երկրից դուրս, ինչպես 2018 թվականից առաջ էր։ Եվ վստահաբար մենք ձեզ հետ միասին դա թույլ չենք տալու։ Խաղաղություն բոլորիդ եւ շնորհակալություն։